Հայոց ցեղասպանության հիշատակման 100-րդ տարելիցը մեծ արձագանք գտավ հատկապես Սփյուռքի հայոց գաղթօջախներում։ Արգենտինայի առաջնորդանիշ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու մատուցված պատարագին ներկա էին Բուենոս Այրեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, տարբեր եկեղեցիների հոգևորականներ, զանազան հաստատությունների եւ կազմակերպությունների անդամներ եւ շուրջ 3000 հայեր։ Պատարագի ավարտին ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշաքար տեղադրվեց եկեղեցու բակում։ Հիշատակի երեկո էր կազմակերպել նաև Ռոսարիա քաղաքում։ Ռոսարիայում ապրող շուրջ 400 հայերին իրենց աջակցությունն էին եկել հայտնելու Ռոսարիայի քաղաքապետը, նահանգի ներկայացուցիչներ, քաղաքային խորհրդի անդամներ, կաթոլիկ եկեղեցու հոգևորականներ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը շնորհակալության խոսք ուղղեց Ռոսարիա քաղաքի իշխանություններին, շեշտելով նրանց ջերմ ու սիրառատ նվիրումը հանդեպ հայ ժողովուրդը եւ արգենտինահայ համայնքը։ Խաչի երևման տոնին Վառնայի հայ համայնքը համախմբվել էր Սուրբ Սարգիս եկեղեցում։ Եկեղեցու հոգևոր հովիվ Բարդուղիմեոս Քահանա Հակոբյանի օրհնությամբ Խաչապայթի մասունքով Սուրբ Խաչը եկեղեցու խաչի քավոր եւ Բուլղարիայի հայերի միության ատենապետ Հարություն Հովսեփյանի կողմից ի պահպանություն տրվեց Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցուն։ Խաչապայթի մասունքը Հարություն Հովսեփյանին նվիրաբերվել էր Բուլղար ուղափառ եկեղեցու Օրխիդյան վանքից։ Մասունքը տեղադրվել է նոր պատրաստված խաչ մասունքարանում։ Բարդուղիմեոս Քահանան իր քարոզում շնորհակալություն հայտնեց խաչի քավոր Հարություն Հովսեփյանին մասունքի հանձնման համար եւ Սուրբ Խաչը դրվեց եկեղեցում երկրպագության։